Պարոն Փաշինյան, մինչ դուք կառավարությանից էիք վարում, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էր, որին հաջորդեց դիմումի հանձնում կառավարության աշխատակազմին, խոսքը միասնության թևեր նախաձեռնության մասին է, որը բարձրաձայնում է, որի ղեկավարը բարձրաձայնում է Ադրբեջանի կողմից նոր դիրքային բարելավումների Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու մասով քարտեզներով ներկայացվել է, նախ դուք որքանով եք ծանոթ այդ հայտարարություններին, ինչ է տեղի ունեցել, այն պարագայում, երբ որ դուք հայտարարում եք, որ օգոստոսի 8-ից հետո երկրում խաղաղություն է հաստատվել, ինքնիշխան տարածք ինչ ներխուժումներ են տեղի ունեցել, ինչ դիրքային բարելավումներ եւ զուգահեռ նաեւ բարբերաբար այստեղ անհետ կորածների ծնողներն են իրականացնում բողոքի ակցիաներ, այդ թվում նաեւ Արցախում բենզինի պայթյունից թուժածների, անհետ կորածների հարազատները, նրանք անձամբ պահանջում են ձեզ հետ հանդիպում, նախատեսում եք իրականացնել այդ հանդիպումը նրանց հետ։ Առաջի հարցի հետ կապված Պաշտպանության նախարարությունը շատ մանրամասն պարզաբանում տվել է։ Հիմա լրացուցիչ ինչ կա պարզաբանելու, հենց կա հստակ քարտեզ, կա հստակ գիծ դե յուրե նշանակություն ունեցող, ինչ ցույց է տալիս, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Հիմա գիտեք, ձեր հարցի մեջ մի հատ այսպեսի շեշտել կա, ոչ միայն ձեր հարցի մեջ, ասում եք խաղաղությունը, շատ լավ խաղաղություն չի կարող, պատերազմ կա, ես տեղյակ չեմ։ Կամ բան կա, ինչ որտեղ կոնֆլիկտ կա, էսկալացիա կա, կարող է զոհեր կամ վիրավորներ կա, ինչ չեք ասում, ուղղակի խնայում եք ինձ։ Այսինքն որ ասում եք խաղաղություն, բա ինչ ասեմ։ Այսինքն որտե՞ղ է պատերազմը, որտե՞ղ կա պատերազմ, որտե՞ղ կա կրակոց, որտե՞ղ կա վիրավոր, որտե՞ղ կա զոհ, որտե՞ղ կա հարձակում եւ այլն, պայթյուն, ռմբակոծություն, հրթիռակոծություն, որտեղ կա դուք լուսաբանեք գոնե, իմանանք այդ որտեղ կա այդ ամեն ինչը Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն ասում եք խաղաղություն, ասում եք խաղաղություն։ Լսեք, մենք ձեզ կարծեմ Պաշտպանության նախարարն էլ հրավիրել, որպեսզի դուք գնաք եւ տեսնեք, թե մենք մեր տարածքում ինչպիսի ինժեներական աշխատանքներ ենք անում, ինչ միջոցներ ենք ձեռնարկում։ Հրավիրել ենք նաեւ սպառազինություն տեխնիկա դիտելու։ Այսինքն մենք երկրները իրենց ինքնիշխան տարածքներում կարող են ինչ-որ միջոցներ ձեռնարկել, ինչու՞մ է խնդիրը, հենց ամբողջ խնդիրը դրանում է, որ կա հստակ սահմանագիծ, եւ գիտենք որտեղ է Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների լիազորությունը եւ որտեղ չի Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի պետական մարմինների լիազորությունից դուրս։ Մենք իհարկե զուգահեռ ասել ենք, որ նաեւ կան տարածքների հետ կապված որոշակի խնդիրներ, որոնք կլուծվում են սահմանազատման գործընթացում։ Ձեր նշած դեպքը իմ նշած դեպքերի հետ կապ չունի։ Պաշտպանության նախարարությունը շատ հստակ բարձրաբանում է տվել, որևէ լրացուցիչ բան ասելու բան չկա ուղղակի։ Երկրորդ հարցը։ Տեսեք, ես անհետ կորածների հարազատների հետ տասնյակ անգամներով եմ հանդիպել, տասնյակ անգամներով, տարբեր խմբերի հետ։ Եվ իմ փորձը ցույց է տալիս, պետք է հասկանանք այդ հանդիպման արդյունքում ինչ խնդիր ենք լուծում, ինչ խնդիր ենք ուզում լուծել։ Մենք կան մարմիններ, եթե ես տեսնեմ, որ այդ մարմինների հետ շփումները անհրաժեշտ են դարձնում, որ ես էլ հանդիպեմ, ես էլ կհանդիպեմ, ես երբեք որևէ հանդիպումից չեմ խուսափում։ Ես եմ դուրս գալիս փողոցներ մարդկանց հետ հանդիպելու համար։ Ես ոչ մի հանդիպումից չեմ խուսափում։ Ուղղակի հանդիպման նպատակը, արդյունավետությունը, օրակարգը պետք է հաստատվի։